Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Ես կուզեի խոսել այսօր երեկվա մամուլի ասուլիսի մասին, մեր երկրի ղեկավարի պատասխանների մասին։ Ես լրագրողների հետ մի բանում եմ համաձայն, այնտեղ լրագրողներից մեկն ասեց, որ ես որ գնամ ընտրությունների ձեզ չեմ ընտրելու, բայց հիներին էլ չեմ ընտրելու։ Ես ասացի անցած անգամ, որ որպես քաղաքացի, եթե վաղը լինի ընտրություն, ես էլ գնամ ընտրությունների, չեմ իմանալու ում ընտրեմ, որովհետև ոչ արկա իշխանությունը, ոչ նախկին իշխանական ներկայացուցիչները եւ այլն մոտ էլ հարցեր են առաջացնում։ Բայց ինչի մեջ է, վերադառնանք պատասխաններին։ Առաջինը հարց Արցախի մասին։ Դա մի քանի անգամ ասեց սկզբից, որ Արցախի ժողովուրդը փախել է, հետո ասեց, որ Արցախի էլիտան է փախել, հետո ասեց, որ արցախցիները վերադարձել են տուն։ Ճիշտ ասած, 3 այս ձևակերպումներն էլ տարօրինակ են եւ տպավորությունը, որ ինքը вообще խաբար չի ինչ է կատարում, բայց իրականում հենց ինքն է այդ ամեն ինչը կազմակերպել։ Ինչ է ասում։ Ասում է Ղարաբաղի էլիտան փախավ։ Ինչքան ես տեղյակ եմ, Ղարաբաղի էլիտան չի փախել, այսօր գտնվում է Բաքվի բանկում կալանավորված։ Եվ դա է եղել այն էլիտան, որին դու մեղադրում ես քո խոսակցությունների մեջ։ Մարդիկ կալանավորված են եւ բանտարկված են եւ փաստացի գտնվում են բռնապետության տիրույթում հակառակորդի։ Իսկ այն մարդիկ, որոնք այսօր քո ասելով փախել են Հայաստան եւ դու դրա հետ կապ չունես, դու այսօր դրանց մեծամասնությանը նշանակել ես պաշտոններ։ Ինչ երբ նա ժողովրդին, ոնց կաս դու ժողովրդին ասես փախել է։ Ժողովուրդը չի փախել։ Ժողովրդին դուք ստիպել եք փախնի։ Ու դա ակնհայտ է, քանի որ դուք համարում եք Հայաստանը իրանց տունը։ Իրանց տունը Արցախում է։ Եթե մենք ճանաչել ենք, ասենք թե Արցախը որպես Ադրբեջանի տարածք, դա չի նշանակում, որ ժողովուրդը ելնի գա Հայաստան։ Նույն հաջողությամբ, եթե դու ճանաչել ես Պալեստինայի անկախությունը կամ ինչ որ, չգիտեմ, ինչ որ կղզի Հունաստանի կազմում, դա չի նշանակում, որ այդ ժողովուրդը տեղից ելնի գա Հայաստան։ Խոսքը չի գնացել ժողովրդի այստեղ կամ այնտեղ ապրելը, խոսքը գնում է նրա մասին, որ դուք հենց ճանաչել եք առանց հայ ժողովրդի այնտեղ գտնվելը, իրանց ծննդավայրում եւ իրանց տունը գտնվում է Արցախում, Հաթերքում, Հադրութում, Ստեփանակերտում եւ այլ, իրանց տունը Երևանում չի։ Այդ դու ես եկե Իջևանից տեղավորվել Երևանում։ Ու մինչև հիմա չես հասկանում քո տունը որտեղ է։ Այդ մարդիկ տուն ունեն, տեղ ունեն, գերեզմաններ ունեն, դու вообще հասկանում ես տունը ինչ է։ Կապված բանակի կռվել կամ չկռվելու հետ, որ այնտեղ 2/3 զենքը գտնվել է Արցախում եւ այդ զենքը ձեռք չի տրվել։ Ու դու տեղ այն ոնց որ ասած, էլի ոնց որ թե խաբար չես։ Ես եղել եմ պաշտպանության նախարար։ Միջև իմ թույլտվությունը չստանային, Արցախի բանակը իրավունք չուներ նույնիսկ մի փամփուշտ կրակեր Ադրբեջանի ուղղությամբ։ Այստեղից ես ու շատ դեպքերում, շատ չեմ, հիմնականում էլ ես զանգում քեզ էի հարցնում։ Եվ այդ հողի վրա մեր մեջ առաջացավ խնդիր, որտեղ դու միշտ դեմ էիր, դու հենա կարամ հանեմ, թե ինչեր ես գրել։ Եվ որ քեզ զեկուցում են, որ մեր զինվորին խփել են, երբ որ քեզ զեկուցում են, որ մեր զինվորը զոհվել է, դու ասում ես պատասխան չտալ, չկրակել։ Սա հեռախոսս դրա մեջ է։ Որտեղ դրանով է շփվում։ Ու ես վստահ եմ, որ պաշտպանության նախարարությունից քեզ զեկուցել են, դու թույլ չես տվել բանակը կրակի Արցախի բանակը։ Իսկ ով էլ դիմադրել է, առանց քո թույլտվությամբ է դիմադրել։ Ու հիմա դու գցել գժի բաղ չկը։ Վնաս տպավորություն է, որ
Ձեր օրոք վարչապետի պաշտոնը օնի դիտողի պաշտոնն է։ Ոնց որ օնից եկել ես, ինչ որ որպես դիտող նստել ես երկրում, ոչ մի բանի համար պատասխան չես։ Մենք քո խոսում ես խաղաղության մասին, բայց քո օրոք ամենաշատ պատերազմներն ա եղել եւ ամենամեծ կորուստներն են ունեցել։ Նույնիսկ 90-ականներին մինչև 94 թիվը հայտնի պայմանագիրը կնքել է մինչև։ Մենք այդքան կորուստ չենք ունեցել, ինչքան քոր։ Սաղ մեր այդ սահմանի իրադարձությունները, սաղ 16 թիվ, չգիտեմ ինչ, վերցնես այդքան կորուստ, ինչքան ունեցել ենք այս 8 տարվա մեջ, մենք չենք ունեցել։ Չենք ունեցել։ Ու դու նոր գնում ես, սովորես, գլուխ ես գում, ասում ես, տեսեք ես սովորում եմ կառավարման ակադեմիա։ 8 տարի հետո լավ է, հույս ունենանք, որ կարող եմ այս վերջի մի ամիսը ոնց որ թե մի քիչ բան անես։ Պարոն Փաշինյան, սուտ ես խոսում, որ դու հաղթելու ես։ Ազգային անվտանգության տնօրենը անձամբ ձեզ զեկուցել է, որ դուք ունեք 18% եւ գնալով անկումա տեղի ունենում։ Դուք եք մեղավոր։ Եվ 20 թվի պատերազմի սկզբի մեջ։ Դուք եք մեղավոր։ Եվ 23 թվի Ղարաբաղի հանձնման հարցու մեջ դուք ինքներդ եք ասում, ասեք միանձնյա որոշում եմ կայացրել 20։ Դու ով ես, որ դու եկել ես իշխանությունը զավթել ես, դրա մեջ հարց չկա։ Դուք ինքներդ եք ինձ անձամբ ասել, երբ որ ես ասեցի, դե խորհրդական ժամանակ առաջարկում է անցնեինք նախագահականի, երբ որ 26 թվականին դուք տվեցիք հրաժարական եւ ընկնացիք ընտրությունների, ինձ ասեցիք Պարոն Կարապետյան, եթե լիներ նախագահական, դուք չեք կարա, ես էլ չէի կարա իմ թեկնածությունը դեր։ Տեսան ինչ լավ է, որ նախագահական չի։ Դες խոսքը չի գնում երկրի մասին, խոսքը գնում է անձնական շահերի մասին։ Քո քպեն ամենակեկ կուսակցությունն է Հայաստանում։ Ու այն մարդը, ով որ գնաց ընտրեց քպեին քո գլխավորությամբ, ուրեմն այդ մարդը ինձ թվում է թուրքի քամակ է պատճում։ Այդքան բան։ Շարքի կանգնեք, թուրքի քամակը պատճեք։ Լսեք Էրդողանը ինչ ասում։ 100 տարի առաջ եղել է նույն իրավիճակը, որից մենք հաղթող ենք դուրս եկել։ Մենք էլ ենք եղել այն ժամանակ։ Որ իրավիճակի մեջ այդ օրերն ա գարի, եթե դու մնացիր իշխանության։ Ոչ թե պատերազմա լինելու, ոնց որ դու ես ասում, այ եղերնիա լինելու հերթական հայ ժողովրդի հանդեպ։ Պատերազմ չի ներում, ճիշտ ես ասում։ Քո օրոք պատերազմ չի, եղերնու ենք եթում։ Նորից գնում ենք հերթ կանգնենք, որ մեզ մորթեն։ Իսկ դու որպես օրենք արանքից կթռնես։ Շնորհակալ եմ ուշադրության համար։